Գլենդելը պարզապես քաղաք չէ, այն մեր տունն է, մի վայր, որտեղ ընտանիքները ծաղկում են, բիզնեսները զարգանում, իսկ համայնքը ամուր է եւ կանգուն։ Ես Գևորգ Գրիգորյանն եմ։ Ամբողջ կյանքս նվիրել եմ շենքեր ու տներ կառուցելուն։ Որպես ճարտարապետ եւ բիզնեսմեն ես լավ գիտեմ, որ իրական առաջնորդությունը շենքեր կառուցելու մեջ չէ։ Իրական առաջնորդությունը վստահության, հնարավորությունների եւ միասնական ապագայի կառուցման մեջ է։ Այսօր ես պատրաստ եմ ծառայել Գլենդելին որպես ձեր քաղաքային խորհրդի անդամ։ Միասին մենք կարող ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կունենա իր ձայնը, յուրաքանչյուր բիզնես կունենա աճելու հնարավորություն եւ յուրաքանչյուր ընտանիք կզգա իր ընտանը։ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին ժամը երեկոյան 7-ին միացիր Գևորգի քարոզարշավի մեկնարկին Գլենդելի վերանդա ռեստորանում, հանդիպիր անձամբ Գևորգին, տուր քեզ հուզող հարցերը ու մաս դարձիր այն ապագայի, որ կառուցելու ենք միասին Գլենդելի համար։ Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես Գայանե Ավետիսյանն եմ, Հորիզոնի եթերում տեսակետն է եւ այսօր իմ հյուրն է քաղաքային խորհրդի անդամի տեխնացու Գևորգ Գրիգորյանը։ Բարի երեկո, բարի գալուստ տեսակետի տաղավար, ինչպե՞ս ես։ Լավ, մերսի, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ շատ լավ, հետաքրքիր նորություններով ես այստեղ, որոշել ես կյանքդ փոխել, որոշել ես կյանքի դժվարություններով ավելի շատ զբաղվել եւ մտնել քաղաքականություն, եթե կարելի է այդպես ասել, եւ շուտով արդեն սկսվում է քարոզարշավը որպես քաղաքային խորհրդի անդամի տեխնացու Գևորգ Գրիգորյանի, այլ ոչ թե ճարտարապետ, շինարար եւ բիզնեսմեն Գևորգ Գրիգորյանի։ Խնդրում եմ պատմես։ Ինչից եկավ այդ միտքը, որպեսզի ես առաջադրվեմ որպես Գլենդելի քաղաքային խորհրդի տեխնացու, տեսնելով վերջին տարիների 5-6, միգուցե եւ ավել տարիների Գլենդելի հաստատուն անկումը, ինչով է այդ ամենը երևում, Գլենդելի բյուջեի մսխումով, Գլենդելի իզոլացումով շրջակա քաղաքներից, ժողովրդի հարկերի բարձրացումով, որ Գլենդելը այս պահին, եթե չեմ սխալվում, վաճառքի հարկի չափաբաժինը կազմում է Կալիֆոռնիայի 3-րդ կամ 4-րդ ամենաբարձր տոկոսը։ Եվ Գլենդելի ավելի հարավային հատվածի ոչ ապահով լինելը, ոստիկանության բացակայությունը։ Դա եղավ այն հիմնական պատճառները, որ ես որոշեցի առաջադրվեմ, որպեսզի տամ այդ ամենի լուծումը։ Օրինակ բյուջեի մսխումը շատ պարզ երևաց վերջերս եղած բրենդ փողոցի խնդիրներով։ Օրինակ, երբ բրենդ փողոցի Գլենոքսից ավելի հարավ ընկած հատվածը որոշեցին դարձնել մեկ գիծ եւ տալ հեծանիվներին այդ երկրորդ գիծը եւ որտեղ որ առաջացավ բազմաթիվ խցանումներ, ժողովուրդը բողոքեցին։ Բայց եթե ի սկզբանե հաշվի առնեին ժողովրդի կարծիքը փոխելուց առաջ, իրանք կհասկանային, որ ժողովուրդը դեմ է լինելու այդ ծրագրին։ Եվ իրանք կատարեցին մեծ ծախսեր, փոխեցին այդ ամեն ինչը, մտածելով այն, որ անենք հետո ժողովրդին կհրամցնենք։ Բայց հասկացան, որ չէ, ժողովուրդը այդքան էլ հեշտ չի հարմարվում իրենց չուզած բաներով։ Այսինքն քաղաքը անհարմարավետ է ավելի։ Ավելի դարձրեցին անհարմարավետ եւ ժողովուրդը դեմ բողոքեցին եւ նրանք հետ փոխեցին հին վիճակին։ Այսինքն այսօր մենք ունենք նույն բանը, ինչ որ ունեինք տարիներ առաջ, ուղղակի արանքում գումար ծախսվեց։ Ինչա բյուջեի մսխումա դա, եթե դու հաշվի չես առնում քո հետագա քայլերը։ Հաջորդ կետը կարևոր։ Հաջորդ կետը Գլենդելի ավելի հարավային հատվածի ոչ այդքան ապահով լինելը։ Գլենդելի կենտրոնական հատվածը բոլորս գիտենք, որ շատ ապահով է։ Ամեն քայլափոխին 2-ից 3 ոստիկանական մեքենա կտեսնենք։ Ամեն րոպե կտեսնենք մենք ոստիկանական մեքենաներ, բայց եկեք մի հատ բարձրանանք ավելի հարավային հատված, որտեղ որ մենատներն են կառուցված, այսինքն սեփական տները, որտեղ ապրում են Գլենդելի բնակիչները, ոչ թե բիզնեսները,
կենտրոնական հատվածում գլենդելի ավելի բիզնեսներն են եւ բարձրահարկ շենքեր։ Իսկ որտեղ որ մենատներն են, այդտեղ են հիմնականում կատարվում գողությունները, ինչպես կյանքը ցույց է տալիս։ Իսկ ոստիկանությունը բացակայում է այնտեղից։ Մեր ոստիկանությունը պետք է լինի մեր բնակիչների ընկերը, ապահովողը, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր ոստիկանությունը գտնվում է մենակ կենտրոնական մասում, որտեղ որ մեր բիզնեսներն են, այսինքն գլենդելի եկամուտի աղբյուրը որտեղ որ կա, այդտեղ են ոստիկանները։ Մեզ պետք է ունենանք առաջ եղել է 90-ականների սկզբին, եթե չեմ սխալվում, գլենդելը ունեցել է կոչվել է neighborhood policing, որը լինում է Հայաստանի թաղայինի նման, Թաղային ոստիկանություն։ Թաղային ոստիկանություն, բայց շատ նման, որտեղ որ ոստիկանը անձամբ ճանաչել է այդ հարևանության բոլոր մարդկանց։ Այսինքն, եթե գողը գալիս է այդ հարևանություն, ոստիկանը արդեն իմանում է, անծանոթ մարդ է եկել, ուշադրություն է դարձնում։ Իսկ այսօր չունենք դա։ Մենք պետք է աջակցենք մեր ոստիկանությանը բոլոր նորագույն տեխնոլոգիաների հարցերով։ Իսկ միգուցե աշխատակազմի պակաս կա։ Հնարավոր է։ Ու ինչից է գալիս Կամ բյուջեի վարձատրելու, պակասից։ այո, վարձատրելու պակաս կա։ Բյուջեի պակասից է գալիս դա։ Իսկ ո՞նց ես դու պատկերացնում։ Դու հետաքրքիր ու շատ կարևոր այսօր մարդկանց կյանքի համար շատ կարևոր, բոլորի համար շատ կարևոր կետեր ես ասում, որոնք ցանկություն ունես փոխելու, բայց դու ունես այդ բանալին։ Գիտես ուր պետք է գնաս եւ ինչպես պետք է գնաս այդ ճանապարհը։ Ես վերջերս աշխատել եմ մի ծրագրի վրա, ոնց ապահովենք ոստիկանությանը տեսախցիկներով, առանց ծախսելու բյուջեից որևէ գումար։ Բայց գլենդելում տարբեր վայրերում, գրեթե ողջ գլենդելում ունենալով տեսախցիկներ ոստիկանության համար։ Այսօր ներդնողները ցանկանում են ունենալ էլեկտրական մեքենաների լիցքավորման կետեր, որը գլենդելում չկա։ Եվ ներդնողը ուզում է գումար աշխատի։ Փողոցներում մենք այսօր լուսավորության համար նախատեսված հոսանքը շատ բարձր է, որովհետև առաջ չենք ունեցել LED լույսերը։ LED լույսերը շատ ավելի քիչ են ծախսում, քան առաջվա լույսերը։ Այսինքն մենք այդ լույսերի համար ապահովված հոսանք ունենք այնտեղ։ Բոլոր սյուների տակ հոսանքի։ Որը մենք կարող ենք օգտագործել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ տեղադրելու համար։ Իսկ լիցքավորման կայանները ունենում են ներկառուցված տեսախցիկներ։ Մենք կարող ենք արտոնություն տալ ներդնողին, որպեսզի նա բերի իր սարքավորումը դնի եւ գումար աշխատի լիցքավորումից։ Մի պայմանով, եթե ինքը պատրաստում է այդ կամերան տրամադրել մեր ոստիկանությանը։ Ինչ ստացվեց, ներդնողի գումարով մենք ունեցանք մեկ կամերա տեսախցիկ։ Եվ դա կլինի գլենդելում ամբողջ տարածքում, գլենդելի ամբողջ տարածքում, որովհետև բոլոր տեղերը այսօր կարիք կա։ Այսօր էլեկտրական մեքենաները շատ են շատացել։ Այո, գերիշխում են գրեթե։ Այդ խնդրի լուծումը տալով, այսինքն տալիս ենք լուծում էլեկտրական մեքենաների լիցքավորման հնարավորություն եւ գլենդելի ապահովություն։ Եվ նաև արդեն կարծում եմ հանցագործությունները ավելի կքչանան, որովհետև եթե կա տեսախցիկ, ոչ մեկ այդ ռիսկի տակ արդեն շատ հեշտ իր ինչ որտեղ նաև ապահով է դարձնում տարածքը։ Եվ դրանով մենք ապահովում ենք, որ ոչ թե ոստիկանները արդեն լինեն կենտրոնական հատվածի ամեն քայլափոխին, այլ կարող են նրանք արդեն բարձրանան վերև, ներքևում արդեն տեսախցիկները իրենց փոխարեն, այո։ Հաջորդ կետը հետաքրքիր եւ կարեւոր։ Այսօր գլենդելի թանկացումները, տների, վարձերի, այսօր եթե մենք նայում ենք, ոչ միայն տների կներես ընդհատելու համար, տների, խանութների, մասնավորապես հայկական խանութների, իհարկե, սնունդի մասին է խոսքը։ Ինչից է գալիս այդ ամեն ինչը։ Վարձակալությունը ինքը արդեն որ թանկ է, դրա համար արդեն վաճառողը պարտավորվում է ավելի թանկ վաճառել, որպեսզի իր վարձն էլ կարողանա վճարի։ Մենք այդ մարդուն էլ ենք հասկանում։ Որտեղից է գալիս այդ սխալը։ Գնանք հետո հասկանանք։ Հենց այդ կետից, որ
այսօր շինթույլտվությունները գլենդելում տևում են 2-ից 3 տարի։ Ես անձամբ վերջերս գնացել եմ գերմանական շաուրմայի տեղ, ուտելու տեղ։ Գնացել եմ, շփվել եմ այդ մարդու հետ, իմացել եմ, որ իր թղթաբանությունը շինթույլտվության տևել է 3 տարի։ Մինչև արդեն գծագիր ստուգողների վերահսկողությունը ապահովող մենեջերի միջոցով նոր կռվելով կարողացել է իր շինթույլտվությունը ստանալ։ Այսինքն 3 տարի այդ մարդը վարձել է այդ տարածքը, վարձ է վճարել, Գերմանիայից բերել է խոհարարին, խոհարարի աշխատավարձն էլ է վճարել, որովհետև այդ մարդուն ինքը բերել է այնտեղից։ Այդ աշխատավարձն էլ է վճարել։ 3 տարի ինքը ծախս է արել ու չի ստացել եկամուտ։ Իր գրպանից, իր ներդրումն է դա եղել։ Այսօր արդեն պարտավորվում է այդ մարդը որոշակի տոկոս ավելի բարձր վաճառի իր սնունդը։ Դրանով արդեն գալիս ենք նրան, որ թանկանում է գլենդելում նույնիսկ սնունդը։ Եվ տուժում են մարդիկ, բայց ինչի համար է այդ գնանք հետ, նորից հետ գնանք, հա, որտեղ է սխալը։ Սխալը գալիս է Պերմիտները ինչի համար են ուշ լինում եւ որտեղից է գալիս։ Էլի աշխատակազմի բացակայությունից, ֆինանսից։ Նախ աշխատակազմի բացակայությունից։ Ես ունենալով այդ փորձը, ես աշխատում եմ ոչ միայն գլենդելում, Լոս Անջելեսում, Բրբանքում, Փասադենայում, ամբողջ Կալիֆոռնիայում ես արել եմ տարբեր պրոյեկտներ, գծագրեր։ Մինչև ամենանորդ Սանտա Ռոզայա, հարավ, նորդ նկատի ունեմ հյուսիս եւ ամենահարավն էլ Սան Դիեգո։ Այսինքն ամբողջ Կալիֆոռնիայում ես պրոյեկտներ ունեմ արած։ Ու տեսել եմ քաղաքների տարբերությունը։ Իրականում այսօրվա դրությամբ գլենդելը, եթե չասեմ ամենաերկարն է տևում, ապա ամենաերկարներից մեկն է։ Իսկ ինչի համար, որտեղ է խնդիրը։ Ինձ էլ է հետաքրքիր, իսկապես որտեղ ես էլ եմ տեսնում ու առնչվում հենց որտեղ որ ես ապրում եմ, իսկապես էլի նույն խնդիրը կա։ Նախ գալիս է դա նրանից, որ գլենդելը տալիս է գծագրերը ստուգելու երրորդ ընկերություն։ Այսինքն քաղաքը ինքը իրանով ստուգումը շատ քիչ տոկոս է գծագրերի։ Ունենք աշխատակազմի խնդիր։ Ու աշխատակազմն էլ ոչ բոլորն են ցանկանում մնալ։ Ես անձամբ ճանաչում եմ հենց planning դեպարտամենտի, պլանավորման դեպարտամենտից, մարդ, որ ինքը դուրս է եկել աշխատանքից դժգոհ լինելու պատճառով։ Ու ինչն է դժգոհության առիթը գալիս, որ ասում շատ են գործ տալիս, բայց քիչ վճարվում ենք դրա համար։ Բայց գլենդելը ունի այդ հնարավորությունը։ Այսօր ցանկացած ներդնողի, եթե մենք հարցնենք, ներդնողը պատրաստ է ավել վճարի, մենակ մի օր շուտ լինի իր գծագիրը, իր շինթույլտվությունը, որովհետև այդ մի օր շուտը մի օր ավել եկամուտ է ինքը ստանալու։ Չունենք աշխատակազմ, քանի որ բյուջեում քիչ գումար կա տրամադրված այդ դեպարտամենտին։ Մենք կարող ենք բարձրացնել գումարը թեկուզիև լուծելով այդ խնդիրը, բայց եթե չմսխենք գումարը, իմ կարծիքով կունենանք բավարար բյուջե ապահովելու այդ աշխատակազմին։ Ոչ միայն այդ կամ տարբերել կարևորն անկարևորից այս դեպքում, որովհետև այս դեպքում հենց թանկացումները գալիս է դրանից։ Եթե գծագրություն վարձերը եւ վարձակալությունն է շատ թանկացել եւ գներն են բարձրացել գնելու, այսինքն մարդ ամեն մեկը հնարավորություն չունի տուն գնելու։ Այսօր գլենդելում որ նայում ենք, մեկ ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալությունը կարող է շատ անբարվոք բնակարանը մենք կարողանանք գտնենք $2500, բայց միջին ու նորմալ ապրելու ենթակա բնակարանը մեկ ննջասենյակ ունեցող $3000 է ամսական վարձը։ Գալիս է նրանից, որ ներդնողը, եթե գնեց մի բնակարան, ցանկանում է արագ վերակառուցել, թարմացնել եւ վերավաճառել, սեփական տունը օրինակի համար տևում է 2-ից 3 տարի շինթույլտվություն։ Լոս Անջելեսում տևում է 2-ից 3 ամիս շինթույլտվությունը։ 2-ից 3 տարվա ընթացքում 2 տարի ընդունենք, 3 չգնանք, քիչ է, 2 տարի։ 2 տարվա ընթացքում ներդնողը մոտավորապես $200,000 մենակ բանկի տոկոս է վճարում։
Եթե շինթույլտվությունը լիներ 2 ամսում, 90 օրում ինքը հետ դներ շուկա, հարկել չէր վճարելու։ Բայց քանի որ ինքը 2 տարի տևել է, արդեն 90 օրում չի կարողացել հետ դնի շուկա, մի հատ էլ հարկ է ավելանում դրա վրա, որը լինում է մոտավորապես եւս 100,000։ Ինչ եղավ։ Բնակարանի ինքնարժեքը ավտոմատ $300,000 թանկացավ։ Թանկանում է, այո։ Եթե այսօր մենք արագացնում ենք այդ ամեն ինչը ու $300,000 պակասում է արդեն բնակարանի գինը, լինում է մոտավոր $500-ից $600,000։ Դուք գնելով այդ բնակարանը վճարելու եք $2,500 ամսական վճարը։ Արդեն վարձով տվողը չի կարող ձեզ $3,000 վարձով տա, որովհետև դուք կգնաք տուն կառնեք։ Էլ չեք վարձի իրենից։ Ուզած ինքն էլ պետք է էժանացնի։ Բայց դու ո՞նց ես պատկերացնում, դա գրեթե անհնարին թվացող, այսօր անհնարին թվացող է եւ շատ դժվար է։ Այսինքն աշխատակազմի բացակայում ունենք դրա համար է տենց կամ աշխատավարձերի քչության պատճառով եւ գործը շատ լինելու պատճառով ո՞նց ես պատկերացնում այդ հարցի լուծումը։ Դա շատ դժվար հարց է իրականում։ Այդքան դժվար չէ, ինչքան նույնիսկ մեր այսօրվա ունեցած ռեսուրսով մենք կարող ենք 2 տարին արդեն պակասացնել, հասցնել ամիսների։ Եթե չավելացնենք նույնիսկ։ Զուտ պետքա մարդիկ աշխատեն։ Վերահսկողությունը պետքա ավելանա։ Այսօր չեն ստուգում։ Ուղղակի գծագիրը դրված է անկյունում։ Ու ես այսօր չէ, վաղը կնայեմ, մյուս օրը կնայեմ գծագիրը, այդ հոգեբանությամբ, որ առաջնորդվում է, այսօրվա օրով մենք մտնենք Գլենդելի կայքը, շինթույլտվությունների կայքը, որտեղ որ ժամանակացույցերն է գրված, մի հատ պարզ բան, ցանկապատի շինթույլտվությունը նայեք։ 187 աշխատանքային օր։ Ցանկապատ կառուցելու համար։ Ցանկապատ կառուցելու համար, որը գրեթե մի տարի է, եթե հանենք շաբաթ-կիրակիները։ Իսկ Լոս Անջելեսում ունեն նախահաստատված ցանկապատեր, որ եթե սրանից ես անելու, գնա արա։ Մենք կարող ենք ունենալ նախահաստատված շատ բաներ։ Ինժեներական կլինի։ Բնականաբար կնախընտրեն, որովհետև այսօր եւս մեկ օր չաշխատելը իրենց բյուջեին շատ վատ վնասում է, Իհարկե։ Ու մենք կարող ենք օգտվել կողքի քաղաքների փորձից, մենք կարող ենք օգտվել, պետք չէ իզոլացնել Գլենդելը։ Գլենդելը այսօր ինչու համար եմ շեշտում, որ իզոլացված է։ Չի ցանկանում շփվել կողքի քաղաքներին, վերցնել փորձը կողքի քաղաքների։ Եկեք վերցնենք։ Շատ լավ բան է այնտեղ, օրինակ հենց մեկը ցանկապատի օրինակը կամ ինժեներական նախահաշվարկների օրինակներ կան։ Ու եւս շատ նման բաներ կան, որ մենք չենք ցանկանում ուղղակի վերցնել ինչի համար։ Եկեք վերցնենք, լավ բաները վերցնենք։ Չեմ ասում վատը։ Վատը բավականին հետաքրքիր են քո գաղափարները եւ կարծում եմ, որ դու արդեն շատ երկար դրանց մասին մտածել ես, ուսումնասիրել ես դաշտը եւ նոր եկել ես արդեն եզրահանգման եւ այսպես պատրաստ ես այդ ամեն ինչի մեջ լինելու եւ օգնելու։ Իհարկե, ու նույն կերպ մենք բյուջեն կարող ենք լցնել հավելյալ գումարներով, նույն շինթույլտվությունը արագացնելով։ Շինթույլտվությունը, եթե մենք արագացնում ենք, արդեն Գլենդելցին կարիք չի ունենա գնա, օրինակի համար Բևերլի Հիլզում ծախսի իր գումարը։ Որովհետև այդ բիզնեսները, եթե Գլենդելը այսօր Գլենդելի բնակիչը կարողանում է $3,000 տան վարձ տալ, արդեն եթե նայենք ներդնողի բիզնեսմենի տեսանկյունից, Գլենդելի բնակչությունը ունի գումար։ Ուրեմն, եկեք մեր բիզնեսը տանենք ընդեղ դնենք, փող աշխատենք։ Բախի չեն բերում։ Կրկին շինթույլտվության երկար տևելու պատճառով, որովհետև ինքը կոպիտ ասած քննացնում է իր գումարը։ Բայց եթե շինթույլտվությունը արագանում, արդեն խոշոր շատ հայտնի բրենդներ կլինեն, ռեստորաններ, երեկույթի վայրեր, ակումբներ կգան Գլենդել, կդնեն իրանց գումարը այստեղ։ Ու այդ դեպքում արդեն մեր բնակիչը չի գնա Բևերլի Հիլզում կամ Փասադենայում ծախսի իր գումարը, կծախսի հենց Գլենդելում։ Ու այդ գումարը ծախսելուց այդ բիզնեսի արած եկամուտից բիզնեսը հարկ կվճարի Գլենդելին։
Նույն կերպ, եթե մենք այդ բիզնեսները գալիս է արդեն գլենդել, մեր գլենդելի հարևան քաղաքներից կգան մեր մոտ այդ գումարները կծախսեն, եւ հարևան քաղաքի բնակչի վճարած գումարից մենք բյուջեն կլցնենք։ Այսինքն դուրս է գալիս հարևան քաղաքի գումարով մենք կարող ենք լցնել մեր բյուջեն, չբարձրացնելով մեր գլենդելի բնակչի հարկերը։ Իսկ ինչպես ես պատկերացնում փոքր եւ միջին բիզնեսների հետ կապված շատ խնդիրներ կան այսօր, ոմանք որոշ բիզնեսներ իսկապես փակվում են, չեն կարողանում, ինչ կարևոր ու հետաքրքիր նախագիծ կա, որ քաջալերեն հատկապես հայերին ունենալ գլենդել քաղաքում, ոչ թե գնան ուրիշ քաղաքներում բացեն իրենց բիզնեսները, այլ գլենդել քաղաքում ունենալ փոքր եւ միջին բիզնեսներ եւ վստահ լինելով, որ քաղաքապետարանը, այսպես իրենց մեջքին կանգնած է։ Նախ սկսենք, ես էլի կվերադառնամ նույն կետին, ես այսօրվա դրությամբ ինչքան տեսնում եմ, հենց մեկը 3 տարվա փորձը, որ գլենդելում մարդը բիզնես է դրել։ Ու փոքր բիզնես է ինքը, ուղղակի սնունդի կետ է, արագ սնունդի կետ, շաուրմա ուտելու տեղ։ Ինքը ունի այդ հնարավորությունը աճելու, գլենդելում, բայց շատ դժվար հնարավորություն ունի սկսելու։ Այսօրվա մեր խնդիրը հենց սկսելն է, որ ես անձամբ իմ հաշվապահի ուրիշ հաճախորդ 3 տարվա ընթացքում բանկրոտ եղավ։ Այդ նույն խնդրի պատճառով բանկրոտ եղավ, բիզնես էր դնում գլենդելում, բայց բանկրոտ եղավ, ինչ եղավ, մի հատ բիզնես չբացված փակվեց։ Եկամուտը չեկավ։ Այսինքն մենք պետք է հնարավորությունը տանք, որ արագ լինի, որ մարդը կարողանա փող աշխատի։ Այդպես շինարարությունն էլ ավելի լավ վիճակում կլինի եւ կարծում եմ ցանկացած բիզնեսմեն ավելի հեշտությամբ եւ վստահորեն այսպես կասի այո, ես ուզում եմ գլենդելում։ Իհարկե, ու ամենակարևորը, որպեսզի մեր հարավային հատվածում գտնվող բնակիչներին դրանով չանհանգստացնենք։ Այսինքն հարավային հատվածում, որտեղ որ մենատներն են, իրանք ունենան այդ գլենդելի այդ կոլորիտային մենատան, որ մենք գլենդել, օրինակ Google-ում այսօր գլենդել եք փնտրում, ինչ է բերում։ Բարձր շենքեր, հետևը այդ սիրուն կոլորիտային մեր գլենդելի տեսքը մենատների։ Այսօր մենք որ նայում ենք քաղաքային խորհրդի ժողովները, ժողովուրդը դրանից է բողոքում, որ այդ մենատների տարածքում են ավելի շատ թույլտվություններ տալիս։ Իսկ մենատան ապրողը ինչի համար է գնացել մենատուն, որ ինքը հանգիստ լինի, որ այդ աժոտաժից, այդ աղմուկից դուրս լինի։ Բայց այսօր տանում են այնտեղ բարձրահարկ շենք են ուզում թույլ տան։ Չի կարելի։ Ուղղակի ոչ թե չենք ուզում, այլ չի կարելի ուղղակի։ Ոնց կարելի է անհանգստացնել մեր բնակչին։ Մենք պետք է հասկանանք, մենք պետք է ունենանք գլենդելի այն տեսքը, որ տեսակի մարդն էլ գա գլենդել, ուզենա մնա գլենդելում, չուզենա դուրս գա։ Այսօր գլենդելից շատերը գնում են արդեն Granada Hills, Silmar, Santa Clarita, որովհետև այնտեղ մենատները շատ են։ Այո, գլենդելը շատ խիտ հիմա բնակեցված է եւ գրեթե sense այսպես շարժվելու տեղ չկա, երբեմն վիկենդներին կամ տոնորերին այսպես որ իջնում ես, երբեմն քայլելու տեղ իսկապես չկա, այսպես շատ խիտ է բնակեցված։ Դա ինչ է նշանակում, մենք պետք է ունենանք ավելի շատ պարկեր, որովհետեւ եթե այսօր ունենք մի հատ Ամերիկանա, 2 հատ պարկ, Վերջերս բացվեց հետաքրքիր մի պարկ վերաբացվեց, կարծում եմ, որ նմանատիպ պարկերը շատ պետք է լինեն, որովհետև նախ բնության հետ շփումն է մարդկանց, թեկուզ երեխաները, որ գնան այնտեղ կտրվեն իրենց այդ iPad-ներից եւ հեռախոսներից եւ գնան խաղան, շփվեն եւ այլն եւ շատ կարեւոր է, թեկուզ մեծահասակների համար գնան, շփվեն, քայլեն, մաքուրոց շնչեն։ Ես ինքս շատ եմ գնում, օրինակ հենց Maple Park, իմ տան ամենամոտիկ պարկը Maple Park-ն է։ Ես մեծ հաճույքով շփվում եմ մեծահասակների հետ այնտեղ, երեխաների հետ։ Ու իրոք դա ինձ հաճույք է պատճառում։ Ես ոնց որ գնամ իմ մանկություն։ Ոնց որ ես տեսել եմ իմ մանուկ ժամանակ, թե ինչպես են պապիները այնտեղ իրար հետ շփվում, չգիտեմ,
Կարտ են Կարտ են խաղում, ինչ-որ մի շփվում բան։ են, այո, բայց կուզեիր Maple Park-ը ավելի խնամված լիներ։ Իհարկե, դա ամենակարևոր բանը։ Ես վերջերս որ Maple Park-ում էի, ծխախոտի չգիտեմ, մնացորդներն էր լցված մի վայրում, որտեղ որ երեխեքն են շատ։ Այսինքն այդ երեխաների կողքը գալիս ծխում են, այսինքն պետք է ապահովել այնտեղի ապահովությունը նույնպես։ Մաքրությունը, մարդկանց հաճելի մթնոլորտը։ Ես ծխող մարդու դեմ բան չունեմ, բայց եթե Ծխելու համար վայր կա։ Հա, իհարկե, դու պետք է լինես այն վայրում, որտեղ որ ծխես։ Որ մնացածին անհանգստություն չպատճառես։ Ու ավելի շատ կարիք ունենք, որովհետև այսօր մենք որ գնանք Maple Park, հենց հիմա իրար հետ դուրս գանք, ստեղից գնանք Maple Park։ Ավտոկայանը տեղի չկա։ Որովհետև այդ տարածքում այդ մի պարկն է։ Առհասարակ Գլենդելում շատ վատ է ավտոկայանը տեղի հարցը։ Դա չգիտեմ, կլուծվի երբևէ թե չէ։ Այդ խնդիրը մենք ունենք ավելի շատ կենտրոնական մասում, հարավային մասում չունենք, որովհետև հարավային մասում մենատներն են, իսկ ամեն մենատուն ունի թող ունենա 4 մեքենա։ Երկու հատ իր գարաժում, երկու հատ իր ճանապարհին դեպ գարաժ տանող, թող 6 ունենա, երկու հատ էլ փողոցի վրա։ Խնդիրը չկա մենատների շրջանում, ավելի շատ կենտրոնական հատվածում։ Մի քիչ կենտրոնից էլ որ գնում ենք դեպի արդեն ոչ թե մենատները, այլ օրինակ չգիտեմ Դորան փողոց կամ եւ այլն այդ դեպի այդ սար գնացող հատվածը ես միշտ այդտեղ տեսնում եմ որ կա կայանատեղի խնդիր հենց նույն բնակչի համար ինքը գալիս է տուն հոգնած գործից տեղ չունի կանգնելու որ կանգնի մեքենան եւ գնա տուն հանգստանա այդ էլ է խնդիր շատ մեծ դա գալիս է էլի մի քանի բնակարան ունեցող տներից, որոնք շենքերից, եթե մենք տրամադրում ենք, արագացնում ենք շինթույլտվությունները, ես ձեզ վստահեցնում եմ, այն վայրերը, որտեղ որ թույլատրվում է բարձրահարկ շենքեր կառուցել, կգան ներդնողները եւ կկառուցեն բարձրահարկ շենքեր։ Իսկ բարձրահարկ շենքերում այսօր պարտավորվում են ունենալ մոտավոր 20% ավել ավտոկայանատեղի։ Այսինքն, եթե այդ հին շենքը, որը որ կա ու չունի ավտոկայանատեղի, ամեն բնակարանի համար տրամադրված է 1 ավտոկայանատեղի, բայց այսօր բոլորս ենք հասկանում, որ ընտանիքում քանի անդամ կա, այդքան մեքենա են ունենում։ Այսինքն 1 ավտոկայանատեղին 4 հոգանոց ընտանիքի 3 ավտոն արդեն փողոցում է կանգնելու։ Էլ չեմ ասում հյուրեր եթե կան։ Իսկ եթե մենք թույլ ենք տալիս, արագացնում ենք process-ը ու գալիս են կառուցում են այդ նոր օրենքներով հաստատված կարգով շենքերը, որտեղ որ ունենում են հավելյալ ավտոկայանատեղի, արդեն համ շրջակա մյուսների խնդիրն է լուծվում։ Հենց օրինակ իմ շենքում, որտեղ որ ես եմ բնակվում, մենք ունենք բացի հյուրերի ավտոկայանատեղիից, բացի խանութի համար նախատեսված կայանատեղիից, ունենք հավելյալ բոնուսային կայանատեղիներ, որտեղ օրինակ մեր հարևան շենքի բնակիչ կարող է վարձել։ Վարձում է ավտոկայանատեղին եւ բերում իր մեքենան կայանում է։ Այո։ Ինչ եղավ, այդ շինթույլտվությունը արագացնելով, որ ներդնողը ինքը ուզում է շուտ գա, շուտ գումար աշխատի։ Դրանով ինքը հոգում է մեր ավտոկայանատեղիների խնդիրը, հոգում է մեր բնակեցվածության խնդիրը ու հոգում է էժանության խնդիրը։ Ավելի բարեկեցիկ Գլենդել է դառնում։ Իհարկե, ու այսօր բոլորը սիրում են Գլենդելը։ Գլենդելը, եթե դիտարկենք հիմնական ժողովրդի տեսանկյունից, գլենդելցիների տեսանկյունից, բոլորը շատ սիրում են Գլենդելը։ Ես նույնիսկ վերջերս զրույց եմ ունեցել մի շատ տարիքով անձի հետ, որ ինքը միշտ ապրել է Գլենդելում։ Իր խոսքերը եղավ այսպես, անգլերենից թարգմանեմ հայերեն, ինքը ամերիկացի էր։ Գլենդելը իմ համար իմ երկիրն է։ Ես մնացած ոչ մի բանի համար չեմ անհանգստանում։ Ու եթե դու այսօր դնում ես քո տեխնացությունը, իմ համար դու դնում ես պրեզիդենտի տեխնացություն։ Ես այդքան սիրում եմ Գլենդելը։ Քո ձայնը արդեն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են Գլենդելում։ Ընտրությունները լինելու են 26 թվականի հունիսի 2-ին։
այսօրվանից չէ, դեկտեմբերի 3-ից սկսվում է քո քարոզարշավի արդեն ծանր շրջանը, այսպես կարելի ասել, դժվար։ Ես ուզում եմ հեռուստատիտողը տեղեկանա, որ այդ օրը կարող է նաև քեզ տեսնել, հարցեր տալ, շփվել, որտեղ է տեղի ունենալու, խնդրում եմ մանրամասները ասա։ Դեկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին լինելու է մեր քարոզարշավի մեկնարկի երեկույթը Վերանդա ռեստորանում Արցախի վրա։ Մուտքը ազատ է, բոլորը կարող են գալ։ Լինելու է սիրուն ծրագիր, երգիչ, երգչուհիներ են ներկա լինելու։ Հետաքրքիր միջոցառում, նաև շատ կարևոր, որովհետև իհարկե, որ համ ժամանցն ենք ապահովելու ժողովրդի, ինչպես նաև ես իմ խոսքը կասեմ այդ օրը, ինչ ծրագրեր ունեմ, եւ բացի այն, որ օֆիցիալ կերպով կասեմ ես իմ ծրագրերի մասին, ես երեկույթի ընթացքում լինելու եմ այնտեղ, որտեղ որ կարող են շփվել բոլորի հետ, անհատապես տալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչ հարց որ իրանք ունեն, ես պատրաստ եմ այդ օրը ու այդ օրվանից սկսված մինչև հունիսի 2 ես միշտ 24 ժամ հասանելի եմ լինելու Գլենդելի ցանկացած բնակչի համար, իմ հեռախոսի համարը միշտ լինելու է հասանելի։ Ինչպես տեղեկանան դու որտեղ ես լինելու քո հանդիպումների մասին, արդյոք կա պաշտոնական edge, որով տեղեկացած։ Ունենք պաշտոնական edge electgrigoryan.com, որտեղով միշտ նորությունները լինում են, Instagram-յան edge Գևորգ Գրիգորյան 2026, Facebook, Twitter։ Այո, այստեղ մենք կխնդրենք կտեղադրեն բոլոր հասանելի edge-երը, որպեսզի մարդիկ կարողանան շփվել, հարցեր տալ, կապի դուրս գալ եւ ի վերջո հասկանալ եւ հավատալ։ Իհարկե, ու չհաշված նրան, որ մենք ամսվա մեջ 2-ից 3 անգամ email հարթակով են իրանք տեղեկացվում մեր ծրագրերի մասին, որտեղից որ նրանք կարող են միանգամից պատասխանել, մենք իրենց հետ շփվենք կամ օրինակի համար ցանկանում են գան, ինչ որ խնդիր ունեն Գլենդելում, ինչ որ խնդիր կա, որի մասին օրինակ ես տեղյակ չեմ։ Կարող են իրանք բարձրաձայնել այդ խնդիրը եւ մենք մշակենք այն ծրագիրը, ոնց լուծենք այդպիսի խնդիրները։ Որովհետև ես օրեկան լսում եմ նոր խնդիրներ, ու մենք միշտ աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ցանկացած բնակչի ձայնը լսելի լինի, որպեսզի ցանկացած բնակիչը Գլենդելը ընդունի որպես իր տուն, որ ինքը կարողանա իրեն ապահով զգալ, իրեն ջերմ զգալ, իրեն լսելի զգալ, ինչպես իր տանը։ Այսօր եթե ես ուզեմ իմ տան մեջ իմ ծնողի հետ ցանկանամ խոսալ, ես գիտեմ, որ իմ ծնողը ինձ լսելու է։ Ես գիտեմ, իմ եղբայրը ինձ լսելու է։ Այդպես էլ ես պատրաստ եմ լինել Գլենդելի ցանկացած բնակչի եղբայրը։ Կրծեր եղբայր կլինեմ, ավագ եղբայր կլինեմ եղբայրը։ Իսկ մենակ դժվար չէ, արդյոք ունես համախոհներ, արդյոք գիտես օրինակի համար թիմ ձևավորելու, ում հետ պետք է աշխատես, որովհետև արդեն երկար ուսումնասիրել ես ոլորտը եւ վստահ եմ, որ գիտես արդեն ում հետ ես քայլելու, ում հետ չես քայլելու։ Մենք ունենք թիմ։ Շատ-շատերի հետ հանդիպել եմ, թե տեխնացուներից, թե այսօրվա գործող կառավարությունից, բոլորի հետ էլ ես տեխնացուներից ոչ մեկի հետ խնդիր չունեմ, որովհետև բոլորը առաջադրում են այն ցանկությունը, որպեսզի ուղղեն Գլենդելի սխալները։ Տեսնելով ներկա գործող կառավարության բաց թողումները։ Դրա համար ենք մենք գալիս, դրա համար եմ հենց մեկը ես եկել եւ ասում կներես, բայց դու դուրս արի, ես կգամ դա կանեմ։ Ամենայն հարգանքով։ Հուսամ, որ դա քեզ իսկապես կհաջողվի, որովհետև ես էլ եմ շատ սիրում Գլենդելը, իմ անունից ասեմ, եւ բոլորն են սիրում Գլենդելը, անգամ եթե Գլենդելից դուրս են ապրում, միևնույն է մեծամասամբ ժամանակը անցկացնում են Գլենդելում։ Եվ եւս մեկ հարց ունեմ անձամբ որպես արվեստի մարդ, մենք շատ ենք այսօր Գլենդելում, հատկապես Գլենդելում արվեստագետները, արվեստասերները եւ տաղանդավոր, շատ տաղանդավոր մարդիկ, որոնք եկել են մշակութային քաղաք Երևանից, Գլենդել, բայց չեն կարողանում երբեմն ստեղծագործել
եւ մշակույթը ծաղկեցնել, որովհետեւ նույն Ալեքս թատրոնը, նույն բոլոր դահլիճները շատ թանկ են եւ չեն կարողանում մարդիկ տալ այդքան գումար, որ ներկայացում բեմադրեն, բայց այսօրվա սերունդը, իմ աղջիկը, քո դուստրը, քո որդին, հարևանի որդին եւ այլ բոլորը ունեն մշակույթը սիրելու, ընկալելու, տեսնելու, ճանաչելու խնդիր, որովհետեւ մենք ապրում ենք օտար երկրում։ Ինչքան է պատմես, նա ուզում է գնա այդ ներկայացումը տեսնի, բայց այդ ներկայացումը մարդիկ չունեն այդ հազարավոր դոլարները, որ տան Վարդցեն թատրոն եւ գնան այնտեղ։ Մենք այսօր ինչի չունենք, ինձ միշտ հետաքրքրում է եւ միշտ հարցնում եմ, ինչի մենք չունենք մշակույթային կենտրոն, միայն ունենք փոքր կենտրոն, իմ շատ սիրելի Ստեփան Փարթամյանն է իր ամբողջ ջանքերով եւ առողջությամբ այսպես պահում է այդ փոքր կենտրոնը, որտեղ շատ հետաքրքիր երեկոներ է կազմակերպվում զուտ հայկական մաքուր երաժշտության, արվեստի, նկարչության, բայց մենք չունենք այսպես մի հատ մշակույթային շենք, որտեղ հավաքվեն արվեստագետները եւ ի վերջո պահեն այս մշակույթը, չէ՞ որ մշակույթը մեր հենասյուներից մեկն է եւ այսօր մենք շատ դրա կարիքը ունենք։ Լիովին համաձայն եմ։ Օրինակ հենց Ալեքս թատրոնի հետ կապված խնդիրներին վերջերս եմ ծանոթացել, էլի մշակույթի գործող անձի հետ շփվելով։ Եվ Ալեքսը կներես, Ալեքսը մերը չի, այո, պետք է վարձել։ Ու հենց այդ վարձակալության նույնիսկ խնդիրներ կան, ես վերջերս տեղեկացա, ու մենք աշխատում ենք հիմա այդ ծրագրի շուրջ նույնպես ոնց ուղենք այդ խնդիրը, այդ բացթողումը, իսկ ինչ մնում է ընդհանուր մեր հայկական մշակույթի գործիչների հետ, ես բոլորը ով ինձ ճանաչում է, գիտեն, որ ես միշտ եղել եմ մեր մշակույթի գործիչների կողքին մշտապես։ Ես 8 տարի ծավալում եմ իմ բիզնեսը, 8 տարի ես միշտ կլինի իմ գումարով, կլինի իմ անձով, ես միշտ եղել եմ օգտակար, եղել եմ օգնող ձեռք մեր մշակույթի գործիչներին։ Եվ նույն կերպ էլ կլինի ես քաղաքականության մեջ կլինեմ, թե քաղաքականությունից դուրս իմ բիզնես, իմ անձով կլինեմ, ես միշտ պատրաստ եմ օգնել, եթե մշակույթի գործիչը ես ձեր բնակավարում չկամ, ես չգիտեմ որտեղից է խնդիրները գալիս, բայց երբ որ մշակույթի գործիչը ներկայացնում է ինձ խնդիրը, օրինակ հենց Ալեքս թատրոնի հետ կապված, մենք իրար հետ նստեցինք, շատ երկար զրուցեցինք ու նա տեսավ, որ ես Ալեքս թատրոնը քանի որ կառավարվում է հենց քաղաքային խորհրդի կողմից, ես լինելով այնտեղ, ես տալու եմ դրա լուծումը, այդ խնդիրը, որ կա այս պահին, ես դրա լուծումը տալու եմ Ալեքս թատրոնի հետ կապված, իսկ մշակութային տուն ունենալու հետ կապված, ես ասում եմ իմ անձով եմ պատրաստ, ոչ թե որպես քաղաքային գործիչ, այլ որպես Գևորգ Գրիգորյան միշտ պատրաստ եմ մեր մշակույթի կողքը լինել, որպեսզի վաղը իմ երեխան ես իրան ինչ պատմեմ, ինքը տեսնի։ Այո։ Ու ավելի ամրապնդված նստի։ Ես այսօր գիտեմ հայոց պատմությունը շատ լավ, որովհետև մեծացել եմ Երևանում, մեծացել եմ մի վայրում, որտեղ որ ես միշտ եղել եմ փող կապակցված մեր մշակույթի հետ, միշտ տեսել եմ իմ պատմության դասատուն, երբ որ պատմել է դասը, ես հետո գնացել եմ թատրոնով տեսել եմ դա։ Այո։ Կլինի թատրոնով, կլինի ֆիլմով, ես միշտ տեսել եմ։ Առնչվել ես այսպես սերտ, այո։ Ու ես դա շատ կուզեմ, որպեսզի մեր ապագա սերունդները նույնպես տեսնեն, որովհետև Ամերիկան շատ լավ երկիր է, շատ մեծ հնարավորություն է տալիս պահպանել քո կուլտուրան։ Եթե նայում ենք Եվրոպայի երկրները, նրանք ձուլում են, քեզ դարձնում են իրենց կուլտուրայի մի մաս։ Իսկ Ամերիկայի կուլտուրան ինքը իրանով մուլտիկուլտուրան է, այսինքն բազմամշակույթ ու թողում է, որ դու պահես քո մշակույթը։ Բայց այսօր ես հասկանում եմ, որ մենք ունենք խնդիր դա պահելու։ Կլինի մեր համայնքի ոչ համախմբված լինելով, կլինի շատ խնդիրներ մեր մեջ, որ չենք պահում, ուրեմն պետք է լուծենք մեր մեջ դա։ Մշակույթը պահելը իմ կարծիքով ավելի շատ մեր հայերինն է, մեր անձնականն է,
քան քաղաքի մակարդակին։ Մակարդակին, այո։ Ես հուսամ, որ իսկապես քեզ կհաջողվի գոնե կեսը ինչ որ դու ուզում ես անել, դա արդեն մեծ բան կլինի բոլորի համար, ովքեր սիրում են Գլենդելը եւ ապրում են Գլենդելում։ Ես քեզ իսկապես հաջողություն եմ մաղթում, հուսամ, որ շատ-շատ հարցեր կունենաս, շատ-շատ մարդիկ կհավաքվեն դեկտեմբերի 3-ին ժամը 7-ին վերանդայում եւ այդ օրվանից արդեն սկսված կհետևեն քո էջին, տեղյակ կլինեն որտեղ ես լինելու դու եւ քո ձայնը հասանելի կլինի քաղաքային խորհրդում, որպես մտահոգվող այսօրվա մի մարդ, ով մտահոգ է քաղաքի համար։ Ես քեզ իսկապես հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ես էլ հուսով եմ, որ բոլորիդ կտեսնեմ դեկտեմբերի 3-ին երեկոյան ժամը 7-ին վերանդայում։ Սիրով եկեք, տվեք ձեր բոլոր հուզող հարցերը։ Ես պատրաստ եմ ընդունել ձեր հարցերը, եթե նույնիսկ այդ պահին դա լինի ինձ համար նոր խնդիր, որ ես տեղյակ չեմ, ես անպայման կգրեմ, կունենամ ու ծրագիր կներկայացնեմ, ինչպես լուծենք այդ խնդիրը։ Շնորհակալություն։ Հաջողություն եմ մաղթում ձեզ։ Շնորհակալություն։ Եթերում տեսակետներ, կհանդիպենք։ Գլենդելը պարզապես քաղաք չէ, այն մեր տունն է, մի վայր, որտեղ ընտանիքները ծաղկում են, բիզնեսները զարգանում, իսկ համայնքը ամուր է եւ կանգուն։ Ես Գևորգ Գրիգորյանն եմ։ Ամբողջ կյանքս նվիրել եմ շենքեր ու տներ կառուցելուն։ Որպես ճարտարապետ եւ բիզնեսմեն ես լավ գիտեմ, որ իրական առաջնորդությունը շենքեր կառուցելու մեջ չէ։ Իրական առաջնորդությունը վստահության, հնարավորությունների եւ միասնական ապագայի կառուցման մեջ է։ Այսօր ես պատրաստ եմ ծառայել Գլենդելին որպես ձեր քաղաքային խորհրդի անդամ։ Միասին մենք կարող ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կունենա իր ձայնը, յուրաքանչյուր բիզնես կունենա աճելու հնարավորություն եւ յուրաքանչյուր ընտանիք կզգա իր ընտանը։ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին ժամը երեկոյան 7-ին միացիր Գևորգի քարոզարշավի մեկնարկին Գլենդելի վերանդա ռեստորանում։ Հանդիպիր անձամբ Գևորգին, տուր քեզ հուզող հարցերը ու մաս դարձիր այն ապագայի, որ կառուցելու ենք միասին Գլենդելի համար։